Մենք անդրադառնում ենք ավագ սերնդի ներկայացուցիչներին հուզող բոլոր թեմաներին՝ առողջ ապրելակերպ, սննդակարգ, հոբիներ, վաստակած հանգիստ, աշխատանքային իրավունք։ Հաղորդման շրջանակում մենք ներկայացնում ենք նաև այն անհատներին, որ մեծ վաստակ ունեն, այսօր էլ ապրում են առողջ ակտիվ կյանքով եւ կարող են օրինակ լինել բոլորիս համար, այնպես որ նորթափ եւ երկրորդ շնչառություն վերցրեք այսօրվա իմ հյուրը շատ սիրելի մարդ է Մարո Մուրադյանի անվան ակունք ազգագրական համույթի հիմնադիր անդամ Սարգիս Բաղդասարյանը, բարի օր ձեզ, շնորհակալ եմ որ ժամանակ գտաք եւ եկաք եւ այդ պատմության գոհարները որ կա վերջին կես դարի կներկայացնեք մեզ։ Պարոն Բաղդասարյան, ձեր եւ ակունքի հանդիպման մասին պատմեք, դա 50 տարի առաջ էր։ 50 եւ ավելի տարի 50 տարի ասենք այդպես որովհետեւ մենք վերջերս միայն 50-ամյակը տոնեցինք շատ պատահական է եղել ակունքի անդամակցելը ուսանողական տարիներին ընկերական շրջապատ էր ստեղծվել որտեղ նույնիսկ ավարտելուց հետո մենք հաճախակի հանդիպում էինք սրճարաններում տներում եւ հետաքրքիր միջոցառումներ էինք անցկացում դա էր մեր կենցաղներ մեր ժամանակներ եւ այդ ժամանակը մերն էր մենք վայելում էինք այդ ժամանակը երիտասարդ տարիներ էին մի օր մեր համալսարան ընկերներից մեկը Ղուկասյան Սևակը մի միջոցառման ժամանակ ասեց Սարգիս դու գիտես որ Մարոն խումբ է ստեղծել լեզվի ինստիտուտում դու հրաշալի երգում ես գնանք թող քեզ լսի ասի Սևակ ջան Մարոն իմ գրափարի դասախոսն է եղել ես նրանից այնքան եմ քաշում ամաչում եմ ոնց գամ Մարոյի մոտ ոչինչ ինչ անենք ասեց գնանք մեկ երկու այդպիսի ուրեմն մեր հանդիպումից հետո համարձակություն ունեցա Սևակի հետ գնացի Մարոն տեսավ դե ճանաչում էր խոսեցինք եւ ասեց դու երգում ես ասի երբեմն ասի ընկերների շրջապատում երգում եմ եւ ինչն էր կարեւոր որ ասեց ինչ կարող ես երգել մտածեցի եթե երգել անհրաժեշտ ես ուրեմն Ցրոնքի պատերազմի հերոս նախատակ Գուրգեն Եվրոպեն Գուրգենի նախատակության վերաբերյալ Իսահակյանի հեղինակությամբ երգ կա որ իմ հայրը եւ եղբայրս անընդհատ դնդանում էին ճիշտ խոսքերով բան եւ հետագայում երբ լսում էի աղավաղված մի տուն այստեղից մի տուն այնտեղից երգում էին եւ ես այդ երգը ներկայացրեցի երգեցի անջանակ զիլդրայնունի երգեցի այդ ասեց էս նոր բան է դա նոր չասի ընկեր Մուրադյան ես իրեն դեռ ընկեր Մուրադյանով եկություն սա Իսահակյանի խոսքերն են Իսահակյանի հեղինակությամբ երգը իմ հայրը հայերեն երգեր քիչ է երգում բայց ես երգը տարիներ շարունակ ինքը մրմնջում էր երգում էր եւ իմ հիշողության մեջ մնացել է եւ այդ մի փորձից հետո ինչպես իմ հետագայում իմ ընկերներն ասեցին ոչ ոք այդպես չէր եկավ ու մտավ եկա հաստատվեցի կանոնավոր փորձերին էի գնում կանոնավոր ուրեմն այդ ժամանակ շատ էր էլի այն որոք պաշարը շատ էր ես էլ ծնվել մեծացել եմ մի միջավայրում գյուղական մի միջավայրում որտեղ գյուղի 100% բնակիչները Արևմտյան Հայաստանից գաղթած հայեր էին այդ բարերը եղերնբայն դրանք ինձ արդեն շատ վրդովեցնում են մարդիկ որոնք այդ յաթաղանից պրծած եկել էին եւ ցավը նաեւ երգով էին արտահայտում ցավը իրենց երգով էին նաեւ արտահայտում այդ մարդիկ այդ գյուղը որտեղ ես մեծացել եմ իմ առաջի համալսարանը եղել իմ կյանքի համալսարանը այն ծերունիներն էին այն մարդիկ որոնց ինձ համար միջև հիմա անփոխարինել էին նրանք ուրիշ հոգու տեր մարդիկ նրանք ուրիշ մտածողություն ունեին
Տարաճանաչ չէին անգամ, բայց այդ իմացությունը, այդ զսպվածությունը, այդ հաղորդման մարդկանց հետ առնչվելու, շփվելու իրենց այդ հատկանիշը բացառիկ էր, ես չեմ պատկերացնում, այդպիսի մարդիկ ինչպիսի կան, եւ չգիտեմ, դա ճակատագրի բերում էր թե ինչ, ես էլ հենց փոքրից շատ ընկերներ հասկանալի է հասակակից, բայց ես շատ այդպես այդ ծերուների տնկների վրա մեծացա, ինչքան հավաքներ կար, իմ հորս հետ գնում էի եւ վայելում էի այդ մարդկանց խոսքն ու զրույցը, այդ գեղեցիկ զրույցը, որոնցից շատ բաներ իմ հիշողության մեջ մնացին, թե ինչպես էին ապրում մարդիկ, ինչ արտահայտչած ձևեր ունեին, ինչպես դրանց հոգուց դուրս եկող այն ծուխը, այն արտահայտության ձևը իմ մնացել է։ Գիտեք ինչ հիշեցի Թումանյանի կանաչ վիթխարի ինքուզենու տակ։ Ձեր նկարագրությունից միանշանակ այդ պատկերներն եք անած։ Պատկերացրեք այդ հսկա երևույթ է եւ դրանցից կյանքից բնական է, մահը բոլորին է, դրանցից ով որ կյանքից հեռանում էր, ինձ համար դա ամենամեծ ցավն ու վիշտն էր, ամենամեծ ցավն ու վիշտը, ես շատ դժվարություն էի բաժանվում դրանցից։ Պարոն Բաղդասարյան, դուք ասացիք ձեր խոսքում, որ ձեր հայրը եւ եղբայրը երգում էին։ Այսինքն ձեր գենում երաժշտությունը ընկալել, երաժշտությունը փոխանցել կար։ Սասունի Արտգունք գյուղից է, Արտգունք։ Սասունում հայերը քրդախոս են եղել, Մուշի կողմերում թուրքերենի թրքախոս են։ Իմ հայրը հիմնականում քրդական երգեր էր երգում, որովհետև իր միջավայրը դա է եղել, քրդական երգեր, բայց այդ երաժշտական ունակությունը այնքան մեծ էր, որ հայերեն երբ որ լսում էր հայերեն երգեր, առանց գրաճանաչությամբ կարողանում էր մտաբերել, երաժշտությունը հիշողությամբ մտաբերում էր, եւ այդպես երբ որ երգում էր, իհարկե հայերեն երգեր քիչ էր երգում, իսկ երբ որ հարսանիքներ, խնջույքներ էին լինում բան, ծերերը, մեր բիձեկը պարտադրում էին իմ հորը անպայման երգի Բերիվանուն է, երգի զմբիլ ֆրոշ երգի եւ կարծես մինչեւ առավոտ երեխաներ, ջահելները պարատուն էին գնում, երկու բարի սեղանին մնում էին այն մարդիկ, որ ասում են գյուղի տերերը, մեծերը, եւ պարտադրում էին իմ հորը խնդրում են ամեն մեկը իր պատվերն ուներ, թե որ երգը պետք է երգի, եւ գարնանային աշխատանքների ժամանակ մարդիկ կային, որ լուծք ունեին, եզներ ունեին, արոր ունեին բան, որպեսզի գային իմ հոր արտը, տնամերձը վարելու, սիրով գալիս էին մենակ այն բանի համար, որ իմ հայրը պետք է իրենց համար երգեր։ Եվ յուրատեսակ արհեստի էր վերածվել։ Այդպես է մնա, իմ հորից է անցել, իմ հորից է շատ բան եմ ժառանգել, որովհետև բացառիկ է եւ այդքան զսպվածություն, այդքան ժլատ խոսքերի մեջ այդքան իմաստ, այդպիսի ապրելակերպ նրա ախ ու վախը, երբ որ մենք պարկում ենք, մի կողմի մահճակալին ես էի պարկած, մյուս կողմին ինք եւ դեռ լույսը չհանգեցած կամ ինձ ասում էր քնել ես, ասում էր չէ, այ հայր լսում եմ եւ պատմում էր, խոսում էր, պատմեր, ես լսում էի։ Հուզվեցիք։ Գիտեք, մարդիկ հետ են գնում։ Հուզվում էի։ Հետո ասում էր նա դե քնի հերիք է, դե քնի։ Այս մենց բան է որ Բոլորն են հետ գնում։ Միսու արյուն է, դա ձուլվել է, իմ մեջ ձուլվել է, ես չեմ կարող, դա հեռացնել ինձանից չեմ կարող, դա իմ կյանքն է, դա իմ արյունն է, իմ էությունը, ես դրա մեջ եմ տեսում, այդպես է, դա անկրկնելի երևույթ է, հիմա էլ կան շատ սիրով ամուսիններ, հիմա էլ կան շատ սիրով
սիրող ծնողներ կան, ով իր թորանը չի սիրում, ով իր երեխային չի սիրում, բայց այդ ժամանակ տարբերվում էր, դա ուրիշ էր, ես սիրահարված եմ այդ ծերունիներին, երբ որ ես բանակից արձակուրդ եկա, մոտ 85 տարեկան հասակում Բաղդո էինք ասում, Բաղդասար, առաջին մարդը, որ իմ հետ ընկերություն էր անում, այդ ծերերի հետ ես ընկերություն առաջին մարդը, որ եկավ մեր տուն մտավ ինձ ողջագուրվեց, հորս շնորհավորեց, որ եկել եմ, ապո Բաղդոն էր, ես այդպես եմ հասկացել մարդկանց, Հիմա դուք նոր սերնդի համար, ում համար եք դուք այդ ապո Բաղդոն, ձեզ գոհացնում է, դուք հիմա գոհ եք երիտասարդները որքանով են գնում ազգայինի հետևից, ակունքի նոր սերունդը, միջին սերունդը։ Այդպես ես հիմա նստած էի սպասում էի, եկան երաժիշտներ, եկան բոլորը, Հոպո ջան, ես այնքան ուրախ եմ, որ Հոպոյին ասում ձեզ։ Շատերն են ճանաչում, դրսում եւ գիտեմ բոլոր խմբերի հետ, բոլոր խմբի անդամների հետ առնչվում եմ, բոլորից գոհ եմ, բոլորին ոգևորում եմ, բոլորին գովում եմ, իրենց ելույթներին մասնակցում եմ, ոչ մի անգամ որևէ մեկին, այսպես ասած, դիտողություն էլ չեմ արել, խրախուսում եմ ընդամենը, ասում եմ, սա է, ճանապարհը սա է, անցեք այդ ճանապարհով անցեք։ Ժամանակակից մանկավարժության մեթոդներից հենց խրախուսանքն է, որ դուք կիրառել եք։ Ճիշտ ուղու վրա եք, ասում եմ, բանը Սասնածառեր խումբը հրավիրել էր ինձ իրենց համերգին գնացել էի, ընտանիքով գնացել էինք։ Ինչ խրախուսական խոսքեր, ինչքան պետք է ասեցի, ոգևորեցի իրենց էլ, ոգևորվեցի, որովհետև չեմ կարող, մարդիկ կան ասում են, երբ որ ասում ես, ասում են, Սասնածառերի անունը չտաք, այդ արդեն ինձ համար մեծ վիրավորանք է, ինչի, ինչ է եղել, դու քոնն ասա, թող իրենք ասեն, ամրացնեն, ես այդպես եմ հասկանում, երբեք վարքաբեգող ներողություն կամ վարքաբեգող խոսք ասեմ կամ քննադատական խոսք չեմ ասում։ Հայ ինչ ասի, չէ, միավորված լինենք։ Պետք է միավորված։ Եվ ուրեմն այն ինչ որ ստեղծում է արժեքավորը դարերի համար է, ժամանակների համար է։ Դրա համար ես այս որ ասում եմ այդ Գուրգենի նախատակության երգը որ երգում եմ Իսահակյանը գրել է դա դարերի համար, դա ժամանակ չի ճանաչում, ես հիմա կուզեք հենց այդ երգը, հենց հիմա երգեմ, ինչ երգեք որ, ես էլ իմանամ, օրինակ ինձ անծանոթ է, Գելգելալ են ջուրն իջնում, մաշուշ սարեր են, Գելգելալ են ջուրն իջնում, մաշուշ սարեր են, Ճիտերները ծիվ եկան, գարնան գալը երկել են, Ծիտերները ծիվ եկան, գարնան գալը երկել են, Գարուն չկա հայ համար, ծաղիկ ծիտեր մեզ պետք չեն, Գարուն չկա հայ համար, ծաղիկ ծիտեր մեզ պետք չեն, Գերեզմանս հողին հապսար, թող փուժբուսնի իմ վրեն, Գերեզմանս հողին հապսար, թող փուժբուսնի իմ վրեն, Հիմա մինչև վերջ որ ասեմ, Ոչ շատ տխուր է, Գնացի ծեր թող ինձ մենակ վիշտը սրտից հողի տակ, Գնացի ծեր թող ինձ մենակ վիշտը սրտից հողին տակ,
ու պատվիր է ընկերներուն, որ չմոռնան հիշատակ, ու պատվիր է ընկերներուն, որ չմոռնան հիշատակ։ Այս վերջի բառերը եղբայրս էր շատ միանում, շատ էր սիրում։ Պատկերացնում եք Իսահակյանը այդքան խորն է ապրել, հիմա կհամեմատեմ ինչպես, բայց երբ տեսնես թշնամու դեմ հայ ժողովուրդ ծառի պես, բայց երբ տեսնես թշնամու դեմ հայ ժողովուրդ ծառի պես, զենքը ձեռին հպարտ կանգնած հայեր լեռներ իրար պես, զենքը ձեռին հպարտ կայնած հայեր լեռներ իրար պես, ախ այն օրը արիծվա գարնան գալը նոր կանչե, ախ այն օրը արիծվա գարնան գալը նոր կանչե, հայոց Կարնան, որ բյուրարև սիրտս խորեն ղողանջե, հայոց գարնան, որ բյուրարև սիրտս խորեն ղողանջե։ Հրաշալի է, կարևորը իմաստը վերջում պոզիտիվ էր գոնե։ Մարդիկ գնահատել են, տեսեք ցրոնքի կռվում նահատակվել է Գուրգենը, Իսահակյանի նման մեծությունը ինչ է ձոնել իր վրա, եւ պատկերացեք հույսը, հավատը, որ երբ տեսնես, որ հայերը կողքի կանգնած են, այո, սիրտս կղողանջի, այսօրվա հերոսներին մենք այդքան պատերազմներ ունեցանք, այդքան նահատակներ ունեցանք, այդքան բոլորին տարեք մտցրել են բանտերն ու հանձնել են Թուրքին, հանձնել են ադրբեջանցուն, նրանց դատաստան, նրանց հետ դատաստան, բա ուր է այդ ճշմարտությունը, ուր է, չէ որ այդ մեր գեներալների, մեր զորավարների մեջ այնքան հայրենիքի նվիրվածներ կան, ինչպիսի տխանքներ են գործել, եւ այսօր դրանց թուրք այսօր պահանջում են այս իրականությունից, ոնց գոհ մնալ։ Հարմարվելու չի, ոչ մեկս էլ գոհ չենք։ Ձեզ ինչն է անհանգստացնում, արդեն ասեցիք, իսկ առողջական է, տարիքը ինչպես եք զգում։ Ես անբնական վթարի ենթարկվեցի 17 թվականին ոտքերի կոդրվածներ ունեմ եւ այդ ցավերի ազդեցանտակ այդ շաքար ձեռք բերեցի։ Այդ չեք բարում, բայց երգում եք։ Երգում եմ, հաճ։ Բայց բարից հրաժարվեցի։ Բարելու արդեն այդքան ունակ չեմ, երբեմն ուզում եմ տրտզամ ժողովրդի հետ։ Այդ ինչ լավ բառ ասացիք, տրտզամ, այսինքն հետները բարեմ։ Երաժշտությունը կյանք է, երաժշտությունը երկարակեցություն է տալիս։ Երաժշտությունը ամեն թերին լրացնող մի երևույթ է կյանքում։ Ինչքան դժվարություններ ուզենաս հաղթահարել երաժշտությամբ։ Եվ երաժշտությունը այսպես պատկերացեք այդ որ պատմեցի, թե ինչպես եղավ որ Մարոյին նորից հանդիպեցի եւ ինչպես ընդգրկվեցի այդ խմբում։ Այդ մի 3-4 տարի դեռ չէինք աշխատել, ինձ հրավիրեցին Գորանի ֆիլմի նկարահանություններին։ Ես դա համարում եմ նվաճում է դա եւ այսօրվա դրությամբ ափսոս որ իմ ընկերները, որոնց հետ ես ուզում էի այսպես կլոր սեղան ստեղծեի, ժամանակից շուտ հեռացան կյանքից, վերջինը Զավեն Թագակչյանն էր, որի հետ ես հանդիպում էի, նա էլ մահացավ, Հովիկը Ընկերների կորուստը նեղում է շատ, տխրեցնում է ձեզ։ Ընկերների կորուստը նեղում տխրեցնում է ձեզ։ Շատ մեծ այսպես հետք է թողնում իմ հոգու վրա, որովհետև ես շուտ եմ ընդելանում, շուտ եմ մարդկանց ճանաչում, շուտ եմ ընդունում հոգով,
սրտով ինձ մոտ եմ ընդունում եւ նրանց կորուստը շատ ծանր եմ տանում։ Համարոսան շատ լավ օրեր եղան, շատ լավ հիշողություններ ունեք, շատ հետաքրքիր մարդկանց մասին, մեզ հետ էլ գզրոցները բացեք, որոշ պատմություններ պատմեք հետաքրքիր։ Ես քիչ առաջ ասեցի իմ համար մտավորականի, եթե այդ բառի ճիշտ իմաստը մարդիկ ընկալում են, մտավորականի իսկական այսպես արժանի կերպար ես համարում եմ Արմեն Հովհաննիսյանին, ռադիոյի երաժշտական բաժնի խմբագիրներ, որ մեզ հետ ինքը ֆեդերատիվ Գերմանիայում էր։ Եվ նրա հետ այստեղ Հայաստանում շփվելով եւ ճանապարհին ավելի շատ մարդիկ ճանապարհին են իրար ճանաչում, գնահատում։ Դա պարզապես երկնային էր, այդ մարդուն ես ուրիշ կերպ եմ հարգում, ուրիշ կերպ եմ ընդունել նրան։ Իսկ Լուսինե Զաքարյանի ու Խորեն Պալյանի մասին դուք ասացիք, որ մտերիմ եք եղել։ Իմ ճակատագրի բերումով եղել, դե Խորենը երբ որ Ճեմարանից եկավ ավագ տարիներում համալսարանի բանասիրության ֆակուլտետ ընդունվեց, մեր կուրսեցին էր Խորենը եւ շատ մտերիմ էինք մենք, շատ մտերիմ էինք եւ Մոսկվա էինք գնացել կուրսով։ Մոսկվայում ուրեմն մենք օրեր էինք անցկացնում, ծանոթանում էինք մշակութային արժեքների եւ այլն, կյանքին եւ այլ, այդպես էր ուրեմն այդ մի կոչում էր պրակտիկայի իբրև, բայց Մկրյանն ասում էր մեր դեկանն էր շատ երջանկահիշադակ Մկրյանը, ասում էր ուղարկում են, որ մարդիկ շփվեն մայրաքաղաքի կյանքին բան եւ այլն։ Ուրեմն մենք Մոսկվայում էինք, Լուսինեն պետք է Լեհաստանից յուրախաղերից գար, մենք պետք է դիմավորեինք։ Հոդվածներ կա իմ ընկերը Արամ Ալեքսանյանը հոդվածներ է գրել այդ մասին։ Ուրեմն ամերիկացի մեծ փիլիսոփան, նկարիչ եւ մեծ մտավորական Ռոքվել Քենթ լսած կլինեք։ Ռոքվել Քենթը Հայաստան էր եկել, Հայաստանում ուզեցել է որ անպայման Լուսինեին լսի, Լուսինեն Հայաստանում չէ։ Ինքը Մոսկվայում էր տիկնոջ հետ, Լուսինեն այդտեղ է կազմակերպել էին դենտեղ այդ պետական այրերի համար դժվար չէ կոնսերվատորիայի բանի միջոցով, որ այդ հանդիպումը կազմակերպեն, որ Քենթը հանդիպի Լուսինեին։ Փոքր խմբով մենք դե Լուսինեն, Խորենը, Արամը, Ալեքսանյան, իմ ընկեր կոնսերվատորիայի մի լսարանում կազմակերպեցին այդ հանդիպումը։ Մենք ներկա էինք, Ռոքվել Քենթն էլ Հայաստանից մի փոքր այսպես խաչքարի կդոր էր հիշադակ վերցնել Հայաստանից, որ պետք է բան ցուցադրի։ Երբ որ ինչ-որ Ալեքսանդրովսկի թե ինչ այդ պրոֆեսորը, որ ուղեկցում էր Ռոքվել Քենթին, դրա միջոցով Լուսինեն երբ որ սկսեց երգել, այդ լսարանն էլ էր քարացել։ Ինչ երևույթ էր չեք պատկերացնում, թե ինչպես էր ունկնդրում Ռոքվել Քենթը տիկնոջ հետ բան եւ այլն։ Եվ այդ միջոցառումը, այդ թարգմանչուհին ավելի նրա այդ հուզական աշխարհը ավելին էր, քան իմը, որ ես փեղծում եմ եւ այլն։ Ինչպես էր պատմում, ինչպես էր լալիս, ինչպես խոսում եւ այդպես այդ հանդիպումը կազմակերպեց, հոդվածներ եղան։ Իսկ ընկերական շփումներում, այդ հարազատական միջավայրում ինչպիսին էին։ Խորենի հումորը, Խորենին ուրիշները կարող է դասախոսում էր դե ինքը, բայց մեր հետ ինքը մեր ամենակատակասեր ընկերն էր, մեր ամենակատակասեր ընկերը։ Ես հիմա, որ ինձ թույլ տամ ասել, որ երբ որ բնակարան էին ստացել իրենք, երեկով գնացինք, որ պետք է մտնեն։ Հիմա Լուսինեն Խորեն ասում է, բանալին դուրս արկսին թող բացի, Խորեն բանալին դուրս արկսին թող բացի։ Ի վերջո տվեցին բանալին ինձ, որ ես այդ դուռը բացում, որ իրենք
սենյակ ուրախությունը ձեզ հետ կիսել են։ Հա, ուրախությունը ինչպեսի ափսոս որ կարճ տևեց էլի, նրանք ինձ համար վաղամերիկ են, լուսեյքան չէր, խորեն շուտ հեռացավ կյանքի։ Ինչի կարիք ունի այսօր մեր երկրում վաստակ ունեցող տարիքով մարդը, վաստակաշատ մարդը, ամենաշատ ինչ է հարկավոր։ Ժամանակ է պետք։ Ժամանակը մտել է, ժամանակը չի հերիքում, օրինակ ինձ հիմա ժամանակը նույն է ժամանակը, ես գիտեմ, որ այստեղ արեգակը ծագում է, այնտեղ պետք է մայր մտնի եւ այլն, նույն է, բայց ժամանակը չի հերիքում։ Հետո մարդկանց զբաղվածությունը մարդիկ երբեմն շատ են իրենց թույլ տալիս զբաղվել այն ինչ են ասում որոբայնային հաջույքներով, հետո դժվարացել է ժողովրդի վիճակը, դժվարացել է, պետք է ժողովրդին մեր ժողովրդի մեջ այնպիսի դիրք կա, այնպիսի ընդունակություն կա, որ պետք է պայմաններ ստեղծել այդ բոլորը վերհանելու համար։ Հոգուսով է եկել, ոգուսով է եկել։ Հոգուսով եւ այդ անպայման ճիշտ է եւ ես որ դու կզգաք հոգուսով, կզգաք դա ճիշտ արտահայտություն է, հոգուսով է եւ երիտասարդների հետ ասենք մտերիմ որ խոսում ես դժգոհում են չգիտես ինչից չբավարարելուց, բայց ուղղակի պետք է մի տեսակ շուռ գա, մոտեցումը փոխել, պետք է մարդիկ իմանան իրենց, պետք է շատ պոեզիա մեծերին կարդան իմանան, սայան ասում է հոգուտ հետ զրույց արա մի քիչ դու քնելուց առաջ, երկնքի հոնքին նայիր աղունդ ֆռելուց առաջ, մի քիչ դու քեզ ծառը զգա կացինդ սրելուց առաջ, քուչակի սիրտ ունեցիր հայրեններ գրելուց առաջ, դա եմ ուզում, դա մարդիկ մեղք են, շատ մեղք են մարդիկ, իսկապես մեղք են, որովհետև հիմա ամեն մեկը կպել են այդ հեռախոսներից, բայց կարդալը մեծ արվեստ է, կարդալուց մեծ արվեստ չկա, կարդալը պոեզիա, ուսումնաս դրանից մեծ արվեստ գոյություն չունի, հիմա չկա, մարդիկ ես նայում եմ դպրոցական գրքերը Ռաֆու, ասենք Սամվելը մնացել է այսքան, չգիտես դա Սամվելը Վարդանան Կդեմիրճյանի այսքան ինչ են անում, երբ պետք է տպել են հեռախոսներին, արդեն ասացիք։ Ախար, հա, մեկ էլ տեսար մի բանի ժամանակ թեփ ծեղմում են իմանան հետո դա չի ուղեղի զորտ շատ ճիշտ բան եք ասում։ Շնորհակալ եմ, որ եկաք, հետաքրքիր է, ժամանակը կարճ է, բայց շնորհակալ եմ, որ կիսվեցիք ձեր խոհերով, ձեր անցած ճանապարհով։ Մտածում եմ, որ պետք է խոսեի ակնքի հետագա եւ այլն։ Բայց դա էլ ասեք, անպայման, ինձ հետաքրքիր է, երիտասարդները, ակունքի այսօրվա սերունդը, միջին ու գալիք, արդյոք նույնքան խանդավառ է, ոնց որ դուք էիք, երբ որ սկսում էիք։ Բանը նրանն է, որ կան խմբեր, որ դառնում են մի 40 հոգի, 30-40 հոգի, մեր ագունքը թիվը 18-ից չի անցնում։ Կան երիտասարդներ կան, շնորհալի երիտասարդներ կան, կոնսերվատորիա ավարտ, մարդիկ գալիս են։ Բայց պիտի նաև գաղափարական լինեն։ Գաղափարականի հարցում այնքան ծանր հարց չէ, գաղափար գոյություն չունի։ Արժեքները շատ են, Հիմա ակունքը մեծ գործ է անում, որովհետև մեր ղեկավարը շատ հայտնի անձնավորություն է, ակունքի ղեկավարը Արթուր Շահնազարյան, կոմիտասագետ, իմացությունը նրա կատարյալ է եւ նվիրված անձնավորություն է ու ամեն ինչ անում է
անթերի ինքը իմ համար չափանիշ է այդ հարցում Ինչ կարևոր է որ դուք որպես համահիմնադիր որպես հիմնադիր անդամ այսօր գոհ եք գիտեք որ հուսալի ձեռքերում է Մարոյի մասին որ ես խոսեմ պետք է ժամեր լինի ես չեմ հասկանում այդպիսի մարդ որ այդքան կարճ ժամանակում այդքան բան սովորեց եւ մի տեսակ ես մի անգամ արտահայտվել եմ ելի եմ ուզում ասել Մարոն որ կյանքից այդքան վաղ հեռացավ կարծում եմ թե ինչպես ճակատագին ասենք Դուրյանի նման Մետարենցի նման մեծությունները այդքան արժեք են թողնում եւ թվում է թե ինձ թվում է թե ասումատը խառն է որ գիտի որ դրանց կյանքը այսքան է ես թույլ տամ դրանք անեն այնքան ինչքան որ հնարավոր է եւ Մարոն այդպիսին էր Մարոյի խստապահանջությունը Մարոյի իմացությունը եւ այնինչ որ արեց դա սերունդների համար է ձեր արած իսկապես սերունդների համար է հա հիմա նույնը անում է նաեւ Արթուր Շահնազարյան այ ինքը էպոս պետք է բեմադրի միայն որ տանոթանակ միայն թե ինչպես է ինքը դա կազմակերպում հրաշք երևույթ է դա էլ իմիջայլոց մեր էպոսը ինձ համար թող ինձ ներեն մարդիկ աստվածաշնչային արժեք ունի էպոսով պետք է տարվեն էպոսով պետք է չգիտեմ նույնիսկ ես մինչև հիմա այսքան մեծացել եմ չեմ տեսել որ ասենք մի արժեքավոր ասենք տեսեք պարսիկները մի հատ նկարը հանեցին չէ կինո արժեքավոր բոլորը նայում են Սասունցի Դավթի մասին մի հատ այդ մանկական բան ստեղծեցին Խորթային տարիներին երջանկահիշադակ Վարդանյան բան այդ մեր ծանրորդը բայց դա էպոս չէ էլի դա չէ էպոս ուրիշ խորություն ունի ուրիշ արժեք է էպոսը պետք է տող արդող եթե չեն հասցնում գոնե թող Թումանյանի եւ Իսահակյանի մշակումները կարդան եթե չէ էպոսը պետք է կարդաս պետք է ինձ համար շատ արժեքավոր է նաև երբ որ բարբարային այդ արտահայտած ձևերն են պահպանվում բարբարը հրաշք լեզվի գանձն է լեզվի գանձերն են բարբարները այդպես պետք է լինի թե չէ մնացածը ունայն է Շնորհակալ եմ այս ողքեղեն զրույցի համար շնորհակալ եմ ձեզ առողջություն շատ լավ ստացվեց դուք տարիքի մասին մենակ հարցը չասեցիք տարիքը ոնց եք զգում ձեզ դուք ոգով ետասարդ եք թե ֆիզիկականը խեղճացրել է ես չեմ զգում որ ես այս տարիքին եմ քանի տարեկան եք 86 տարեկան եմ 7-ի մեջ եմ մտել ես չեմ զգում այդ բոլորը ես ոնց որ Չի բավարարում 40-20 քանի տարեկան եք զգում Քանի տարեկան եք զգում 40-20 Չէ ոչ էլ ես ինչքան կամ այդպես բայց ոգին պահպանել է պետք ոգին Ափսոսում եմ որ այսպես ֆիզիկապես ես հող ու ջրի մարդ եմ այգի եմ ստեղծել ծառու ճղի սիրահարված եմ բանի բայց հիմա տղաս է անում մի քիչ դժգոհելով բան Ես հնարավորություն ունենայի իմ ծառերի հետ նորից Հայացքով եք ուղեկցում, ոչինչ Առողջ եղեք, շնորհակալ եմ շատ որ եկաք ու զրույց ունեցանք Ակտիվ եղեք, լսեք մեզ Հանրային ռադիոյի am.radio.am կայքում դիտեք հաղորդումը Բաժանորդագրվեք երկրորդ շնչառության YouTube-ի ալիքին Ձեզ ուզող հարցերի մասին մեզ գրեք Instagram-ում, TikTok-ում, Facebook-ում Մենք դրանց անպայման կանդրադառնանք հաջորդ թիվ Առողջ ու երկար կյանք եմ մաղթում